Դերասանուհի Մարիամ Դավթյանը Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանական կազմում էր, որտեղ մարմնավորում էր Սոսի մայրիկին։ Շաբաթներ առաջ նա դադարեցրեց նկարահանումները և ինչպես հեռուստասերիալում նրա կերպարը հեռացավ Մոսկվա, սակայն պարզվում է նրա հեռանալու պատճառներն ավելի խորն են։ Այսօր այս մասին գրառում է արել սիրված դերասանուհին։ 2 ամսից ավել էջս չէի վարում, հիմա փորձում եմ վերադառնալ, չգիտեմ էլ ոնց ա պետք դա անել։ Որոշեցի անել այնպես, ինչպես որ զգում եմ։ Չեմ մանրամասնում դադարի պատճառը, որովհետև այնքան ցավոտ է, որ մինչև հիմա պատրաստ չեմ բարձրաձայնել այս հարթակում, ինչևէ, իհարկե կյանքը շարունակվում է, բայց այն երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին որ կար։ Դերասանուհին դեռ չի մանրամասնել, թե ինչ է կատարվում իր հետ, սակայն գրառումը ցավոտ է, ինչպես նշել է նա։ Հուսով ենք, որ դերասանուհու մոտ ամեն ինչ կարգին է և շատ շուտով նրան նորից կտեսնենք «Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանական կազմում։ Թատրոնի և կինոյի դերասանուհի Մարիամ Դավթյանին շատերը ճանաչում են հեռուստատեսային բազմաթիվ դերերով, սակայն դերասանուհին երկար տարիների գործունեություն է ծավալում նաև թատրոնում, այժմ էլ շարունակում է աշխատել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Հաճախ այնպես է ստացվում, որ հնարավոր չի լինում համատեղել անձնական կյանքն ու աշխատանքը ու դրանցից մեկն ինչ-որտեղ միշտ տուժում է։ Ձեզ մոտ հեշտ է ստացվում դրանք համատեղելը և արդյոք եղել է պահ, երբ դրանցից մեկի առկայությունը խոչընդոտել է մյուսի գոյությունը հարցին, դերասանուհին պատասխանել է. Իհարկե եղել են պահեր, շրջաններ իմ կյանքում, երբ ընտրության առաջ եմ կանգնել, աշխատել եմ այն, ինչ իմ սիրտն է թելադրում, բայց եղել են շրջաններ, երբ հանգամանքների բերումով ստիպված եմ եղել ինչ-որ բանից հրաժարվել։ Այդպես օրինակ մոտ 7-8 տարի գրեթե բեմ չեմ բարձրացել ու շատ եմ ընկճվել ու այդ ամենից մի քանի դրական բաներ սովորեցի թատրոնի և ընդհանրապես կյանքի վերաբերյալ։ Ամենակարևորներից գնահատիր այն, ինչ ունես։ Այսօր ես այնտեղ եմ, որտեղ ես ուզում եմ լինել, ապրում և աշխատում եմ Հայաստանում։ Որ դերն եք միշտ երազել խաղալ և առհասարակ ինչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի դուք դերի առաջարկը ստանալիս այն ընդունեք։ Այդքան շատ կենտրոնացած չեմ կոնկրետ որևէ կերպարի վրա, բացի մեկից արդեն մի քանի տարի է ինչ երազում եմ Ֆրիդա Կալո խաղալ, ինձ համար առաջնայինն այն է, որ կերպարը հետաքրքիր լինի, ինձ համար ասելիք պարունակի իր մեջ և համահունչ լինի իմ ներաշխարհի հետ։ Ցանկալի է նաև, որ մեծ ներկապնակ ունենա և իհարկե ոգեշնչի ինձ, նույնիսկ երբ միայն մի պարագայով է ինձ գրավում կերպարը, ես փորձում եմ դրանով ինձ բոցավառել և անցնել աշխատանքի։ Թատրոնն է գերադասում, թե հեռուստատեսությունը, այսօր դրանցից որն է ձեզ ավելի բավարարում։ Մեր շատ սիրելի դերասան Մհեր Մկրտչյանը ժամանակին այսպես է արտահայտվել. թատրոնն իմ կինն է, իսկ կինոն իմ սիրուհին։ Փոխակերպելով կասեմ, թատրոնն իմ մամուսին է, իսկ կինոն և հեռուստատեսությունը իմ սիրեկանները։ Այսքանով ամեն ինչ ասված է։ Արդյոք դերասանուհի Մարիամը տարբերվում է ընկերների, մտերիմների ճանաչած Մարիամից, ինչպիսին եք դուք տանը, հարազատների շրջապատում։ Ամեն մեկն ինձ ընկալում է յուրովի, ավելի ճիշտ կլինի իրենց հարցը ուղղել։ Կասեմ միայն, որ այն Մարիամը, որ աշխատանքի մեջ է բեմում կամ կինոյում, ուրիշ մարդ է։ Տանը հարազատների հետ ես ավելի հանգիստ և ապահով եմ ինձ զգում։ Մարիամ Դավթյանը չի խուսափում նաև նշել, թե ինչով է պայմանավորված հետաքրքիր առաջարկների պակասը։ Կարծում եմ պայմանավորված է նրանով իմ արտաքինը միշտ չէ, որ համապատասխան է ստանդարտ կերպարներին, որոնք առկա են գրեթե բոլոր հեռուստանախագծերում, այնպես որ ինչքան շատ ոչ ստանդարտ ձևաչափով նախագծեր, այդքան շատ ես կհայտնվեմ էկրաններին, խոստովանել է դերասանուհին։ Նշելով ստանդարտ կերպարների մասին, նա նաև անդրադարձել է սկսնակ դերասաններին և դիմել նրանց խորհրդով. Մեր ասպարեզում շատ կան հետաքրքիր և, ինչպես ասում են, խոստումնալից ապագայով երիտասարդ դերասաններ։ Երբ դերասանը շնորհքով է, ես մեծ հետաքրքրությամբ եմ հետևում, թե ինչպես են նախագծից նախագիծ կատարելագործում իրենց դերասանական հմտությունները, առավելությունը դա հենց երիտասարդ լինելն է։ Այդ ժամանակ դու անվախ ես ու համարձակ, նույնիսկ անփորձ լինելը, որը կարծես թե թերություն պետք է լինի, դառնում է առավելություն։ Խորհուրդս մաքսիմալ վայելեք այդ տարիները և պատրաստ եղեք, որ մի օր գալու է միջին տարիքը, ոչ պակաս հետաքրքիր, ձեռք բերեք փորձ, բայց մի կորցրեք երեխային բնորոշ անմիջականությունը, ձեռք բերեք ունակություն ձեզ կողքից տեսնելու և ամենակարևորը՝ եղեք միշտ սիրահարված ձեր գործին, անկախ տարիքից։
Կարծում եմ վերջին տարիներին մենք բավականին մեծ առաջընթաց ունեցանք սերիալային ոլորտում, շատ հաջողված նախագծեր իրականացվեցին և հանդիսատեսի կողմից, որոնցից շատերը մինչ այդ հայկական սերիալները չէին դիտում, դրանք գնահատվեցին և լավ արձագանքներ հնչեցին, իսկ շտկելու բան միշտ էլ կլինի, կատարյալ ոչինչ չի լինում։ Ինչ վերաբերում է անորակությանը, ես առաջ շատ էի փնովում սերիալները, իսկ հետո հասկացա, որ հանդիսատեսի մի մեծ զանգված կա, որն իսկապես սիրում է հենց այն, ինչ իմ սրտով կամ ճաշակով չէ։ Օրինակ, ինչ կարող ես ասել այն մարդուն, ով ամեն օր լսում է ռաբբիս երաժշտություն, իսկ կլասիկ երաժշտությունը նրա համար ձանձրալի է։ Ով է ճիշտ կամ սխալ։ Եթե ցանկություն ու նպատակ կա լավ ճաշակ պատվաստել, դա պետք է անել մանկուց, մանկապարտեզում, դպրոցում։ Մեր սերնդի երեխաների ամեն երրորդը հաճախում էր երաժշտական դպրոց, և դա իհարկե ձևավորում էր որոշակի ճաշակ։